ջան, ողջույն բոլորին, որոշեցի վլոգը սկսել հենց այս բազմանշանակ կադրից, արևի բոլորին դա, իրականում մենք ուղորկաների մեջ ենք այսօր լինելու, ու ես կոքնեմ, ուղորկաներ պիտի անենք, ժամանակ չի մնացել, եթե ուզում ենք բոլորս որ տոնածառայինենք, ոչինչ, պետքա արագ անեմ ես ամեն ինչ, որտեղ ստուգարքների հետ ընկել աննուտ ու ես չգիտեմ որը անեմ որ լավ լինի, դրա համար միասին կփորձենք հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Բաժակները, իրականում բաժակները բասուդավոյկան նվանում է, բայց ամիսը մի 2-3 անգամ դու պիտի գուկ կարող նատ անցնես, որտեղ մեջը թեյի նստվածքը ինքը չի մաքրում, դա ձեռքի ուժ է էլի պահանջում։ Փորձում եմ մեկ-մեկ իրականացնել։ Կյանքս գուզարատկայի վրա չնստես, հա, մաման։ Երեխեք ջան, մենք հիմա պատուհանն ենք մաքրելու, ավելի ճիշտ ես մաքրելու եմ, դուք հետևելու եք պրոցեսին։ Իհարկե, այսպիսի կադրը այդքան հարմար չի, որտեղ երբ որ լույսը մեջքից ստանգնում կադրը վառվում է, բայց դե ինչ անենք, որ մեր պատուհանները նկարելու համար պահանջվում է հետևյալ կադրի դիրքը։ Մազերից հավաքում եմ, երեխեք ահա որ հավես չունեմ, ահա որ, բայց եթե ես ուզում եմ, որ ձեզ շուտ ուրախացնեմ, իսկ դուք այս դեպքում իմ ստիմուլն եք, ապա ես մի կողմ եմ դնում հավես-մավեսը եւ անցնում եմ գործի։ Թասով ջուր եմ վերցրել, մեջը գուկա եմ դրել եւ օջախը փրփուր եմ արել, որովհետեւ ես սկսել եմ մտածել, որ պատուհանը որպեսզի լավ մաքրվի, առաջի շերտը մի հատ պիտի օջառը գուկայով անցնեմ, որովհետեւ քանի որ մեր տան վենտիլյացիոն համակարգը սուպեր չի, պատուհանների վրա հատկապես խոհանոցի ես յուղ եմ նկատում, հետևաբար կարծում եմ, որ սենց ավելի արդյունավետ կլինի։ Վարակույնները խորենը կհանի, ես այդքան լավ չեմ հանելուց, այս կողմ կհնենք, որ մեր չխանգարի և կանցնենք գործի։ Սա ամենակավորապես։ Իմ տղան պատմում է դպրոցի հաջողությունների մասին։ Իդեպ Դավին արանքը լողացրեցի, մինչև այս պատուհանի գործերը ապրին տղան սկսել եմ։ Վախ պատուհանը պրծանք, հիմա պառերը գուկայով մաքրեցի, այդ տուբաները պառերի, հիմա վարզաջուրում ենք այսպես ասած։ Ուй, հոգնեցի։
Բայց պետք է կուխնյաներ անեմ, թեկուզ մեռնելով, այս երկու բան պետք է։ Ման ննջասենյակը չես անում։ Եվ ննջասենյակը տեսնենք, եթե ուժերցների, հա, եթե չէ կմնա մյուսը կա։ Ուտեմ մյուս քույս, ճիշտ ձեզ։ Դա, չոբինը կտեք։ Դա, ուրախ ես, որ պետք է զարդարենք տները։ Այո, մասնակցելու ես։ Այո։ Ինչ ես երազողալ ես։ Որ ես սորանամը դες փոշի դες լուսին տոնածալի աղա։ Լույս կառնենք, կտամ ես քեզ լույս։ Հա։ Ես Եկանք հասանք խոհանոց Խեջան, սեղանս առաջ եմ տվել, այնտեղ պարելի ամեն ծակուցուկը մաքրել եմ, տան պլացրած, մնում անդեի վարակույրները հանի, պրոստը խորենին էտ ավելի հեշտ անել, ես կարճահասակ եմ, դե աշճանի ամենավերևը բարձանամ դիսկամֆորտան, այդ հարցերում ինքը ինձ փրկում ա ուղղակի։ Էլի ես վարակույրը հիմա կքաշենք էնքով, պատուհանը, պարերը, տրուբաները, ոնց որ այնտեղ արեցինք նույնն այստեղ, պատուհանագոգը շատ կարևոր է։ Իհարկե ես ասել եմ ու էլի կասեմ, այս պատուհանագոգի վրա ի սկզբանե կային լաքաներ, այդ լամինատ ավրազնի հատվածի վրա, որը ոչնչով դուրս չի գալիս, ամեն ինչ եմ փորձել։ Սոդայից սած, ացետոնով, սպիրտով, մաքրող միջոցներով ինքը Նեա, так что երեխեքջա հիմա կանցնենք գործի, է որ մի վարկյան նստեմ, նստած կմնամ, գիտեք չէ, հոգնածություն ա մոտս, բայց դե ով ա նստողը, սա է հարցը։ Կստացի, համերը անջատած ապարը, բայց մեկա, որ գործս ամ շոքում ես, լրի վիչացրեցի, բանալի վերցնեմ, մեր պատուհանները հիշում եք, որ բանալի որ պակում ենք այդ ռուչ, բայց առաջերդի մի հատ ես պատուհանագոգի քաոսը վերցնեմ, ստեղ որ դասմաս եմ անում, Դետեղ մետեղ և ոչ միայն իմ բաներից կա այստեղ, ամենախառը պարագաներ է, հիմա մենք դրանք կհավաքենք։ Բայ սոսին զենք անակուրատն ես օգտագործում, ամփույթ ավելի ճիշտ բառ կա, սաղ կլի է վրան, մարդ զզվում ա դիպ չի։ Всё, եկեք ավելավ այս կողուղացնենք, այստեղ ավելի հարմար է։ Հիմա բանային, հա, հիմա պիտի հանեք ես նագլեկաները, երեխեք ջան, քանի որ գալիս է արդեն ձմեռային դեկորը, ինչ ունենք աշտանային, հերթով պիտի հանենք։ Բա, ու նոր անցնենք առաջ, հիմա ես այդ հարցով սպանվեմ։ Եկեք թրջեմ թրջած ավելի հեշտ։ Ես ինչ կոտնել ա կպել, ես ուսամ Մի բոգեց սա, հա, սկիզբը որ բոգում ես, արդեն հեշտ է։ Ինքը հավեստային է, որ կլեի չուներ, այն վակումի արդյունքում էր գտնում մնում, այդ շատ լավ է ու շատ հեշտ է ազատում։ Եղներս չջարդեմ էլի։ Երեխեք ջան, այստեղ պատուհանների գործից վերջացրեցի, Վայլդբերիսից հասել է իմ նոր պատվերները, կոլագենով դիմակ էի մազերիս համար պատվիրել, շամպույն նվեր ա եկել ես զաժիմներից, մազերի համար, ուզում է գիտեք չէ սրանից ունենայի, և նաև դիմակ են նվեր դրել, ամանորյա փաթեթավորմամբ, լրիվ շատ սենց հավես է, համ ամանորյա նվեր կարա լինի, համ լավ, համ էլ ինքս ինձ համար, հիմա պիտի օգտագործեմ մի հատ հասկանամ մազերից ոնց է գալիս, ամեն դեպքում օծիվները շատ լավն էին ու հուսամ, որ ես ևս իմ փորձով կհամոզվեմ դրանում։ Ես լոգան կընդունեցի, փորձարկեցի իմ նոր շամպույնը և մասկան, առաջին տպավորությունս հիասքանչ է, այնուհետև նվեր դրած իրենց կողմից մասկան եմ դրել դեմքիս, կոլագենով էլի, մի 20 րոպեից պետք է ռելաքս լինել, հետո նոր անցնել առաջ, որովհետև ես շատ հոգնեցի, ես խոհանոց, մոհանոց, գիտեք, 1000 ու մի բան եմ անում, երկու ձեռքով 10,000 գործ, այո, մենք մամաներս կարողանում ենք դա անել, չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար։ Մազերս ֆենեցի, ես ինչ հավես փափուկ ու փայլուն ա ստացվել մազերս չեք պատկերացնի, շատ եմ հավանել երեխեք ջան, մասկասեր հանեցի, դեմքը սպիտակ ա, սիրունացած, ու խոսքով հավես մի հատ բան էլի, չգիտեմ, I don't know։ Ես արագ նախաճաշում եմ, տեղի հետել իմ հույզերի օրագին եմ լրացնում, որ այսօր դասի
Ներմուտը ինչպես տեսնում եք, իրականում 7-ն անցա, բայց դե հիմա ուշ ամուսնում։ Նախաճաշ եմ տվել, հյուրասենյակում եմ, բայց ջստերը մտի բաննա, կաղա թաս լինի։ Երեխեք ջան, ես արդեն գրեթե պատրաստ եմ, մեզ մոտ վաղ առավոտը, քնել եմ ընդամենը 2.5 ժամ, շատ ացավում աչքերս, չգիտեմ, ու հիմա մինչև 7-ը ես ամենայն հավանականությամբ, եթե պլաններում ոչինչ չփոխվի, պիտի որ լինեմ դրսում, այս կիսա քնած գլխով չհարցնեք, ինչի չես քնել, ուղղակի չի կարող, չգիտեմ։ Առաջ Արտաշեսից դպրոցումը, Դավուկան այսօր պիտի որ նկարչության առաջին դասին գնա, հույոխոջով պապան իրեն կտանի, դե իսկ մենք էլ մեր գործերով դրսերը։ Ուրեմն դասից եկել եմ տուն, այնքան վատ, սենց բան իմ հետ չեր եղել, քանի որ 2.5 ժամի կարգի էի քնել, վերջի դասաժամի դասախոսը նայում ա վրաս խոսելիս, ու ես զգում եմ, այն որ սենց մի հատ ճտի պահ է լինում, որ սենց քնի մեջ ես անցնում, ու ես զգում եմ, որ իմ ուղղը անջատվում ա, աչքերս փակվում ա, վայ Ինչ-ալ հարմար վիճակ է, սենց զորով ինձ թարմացնում եմ, օրգանիզմս ռեալնը հրաժարվում էր այլևս ինձ ծառայել։ Մի կերպ եկել հասել եմ տուն, իդեպ մետրոյով եկա, դեռ մի այցելության եմ ասում, մի ուղևորատոմս ունեի։ Դե ընկերուս հետ ենք, կուրս ընկերուս հետ ենք, հիմա պահում եմ դզում, ասեցի օքեյ, լցնեմ նորից։ Ես օգտվում եմ այն մեկ ամսում 15 ուղետոմս, այդ փաթեթից։ Ոբշեմ, վերցնում եմ, լցնում եմ 2 րոպե սպասում եմ, ոնց որ կարգնա, ու ահռելի հերթ, ահռելի։ Չգիտեմ, այդ բանի հետ էր խնդիրը, թե մետրոյի գնալու ժամն էր ինչ-որ խախտվել, բայց ահռելի։ Ուրեմն հերթի մեջ կանգնում եմ, գալիս է հերթս, դզ, նորից գրում եմ կողքի այդ անցակետը, այսպես ասած, ըտեղ եմ հերթ կամ դզ, աշխատողին ասում եմ, տեսակ, նոր ձեր ներկայությամբ լիցքավորեցի, չի լինում, ինչա, մի հատ ընդեղից որ, նորից գրում եմ դզ ու իրանց պետքը չի, ես էլ, պատկերացեք ինչքան հոգնած, գետը ժամը 7-ն է, դեն չքնած, ինձանից առաջ մի հատ դյադյա էր, իրանը անցկացրեց, դռները մի քանի վայրկյան բաց ա մնում մինչև փակվելը, իրա հետ անցել եմ իրա ուղևորատոմսով, ու հելենի ֆակտ, որ իմ արած է դզի ժամանակ ինձանից ուղևորատոմսեր չի տարել, որովհետև այնտեղ մի աղջիկ կար, պնդում էր, որ իր մոտ այդպես եղել է, իր գումար քաշել է, արգելել է, այսինքն բանը արել, գործարքը չի կատարվել, բայց գումարը տարել է, հիմա չգիտեմ, ինձնից տարավ չտարավ, ավեն դեպքում ես ուժ չունեի այլևս սպասելու, ես գիտակցում եմ, որ մոտենամ, ասեմ, ինձ ոչ մեկ չի զիջելու, չի ընդառաջելու, հետևաբար ես այդ հետ ուղղակի անցա, ես շատ օրինապաշտ մարդ եմ, խախտում ես չեմ անում, բայց երբ որ խնդիրը իրենցից է, դու էլ իրենց դիմում ես իրենք, սենց իրանց մեկ ա, որ քո ժամանակը, որ քո ուժերը ծախսվում ու գնում է, հետևաբար գլխիդ ճարը տեսնես, այս անգամ այդպես ստացվեց, հիմա ինչ անեմ, չգիտեմ։
գլուխ գովալու բան չի, բայց ես այդ վիճակում էլ ուժ չունեի երրորդ կրուկ, գնայի 15-20 հոգանոց հերթի մեջ մտնեի, որպեսզի նորից գայի, մոտավորապես 10 անգամ պրոբեմ արեի, հուսամ, որ այդքան անգամ ինձ բան չի տարել։ Մեզ մոտ վաղ առավոտը, ես սրտի մորմոքով նայում եմ, թե ոնց է տաք ու հովից պատուհանի վրա այդպես գոլոր չի լինում ու ծորում ներքև ու փչացնում իմ մագրած պատուհանները, բայց հասկանում եմ, որ ես դրա դեմ անզոր եմ, գիշերը բորշ է եփում, էլի տենց բուղը կապել էր տաք ու հովից, այդ պահերին ավելի լավ ընդունես իրավիճակը, նենց համով էր բորշը, առավոտը կերել եմ, հիմա էլ թե եմ դրել ինձ համար, որովհետև դուրս եմ գալու մոտավորապես մի 40 րոպեից, դիմը հարդարվել եմ, մնում է շրթներկս, բայց դիտմամբ չարեցի, բարես գնա, ես քեզ հեսա բորշ եմ բերում։ Բորշ։ Ճաշիկ միսիկով։ Գնա, հա։ Ուտեմ քեզ։ Առավոտը արթնացավ, մի քիչ ատամը ցավում էր։ Բան արեցինք, ողողեցինք բան։ Մամա, չտեսնում ես իմ աչքերը։ Ես տեսնում եմ քո աչքերը, ո՞նց եմ տեսնում։ Չէ, այդ կոնֆետի կա տեսել, ճաշկ ուտես, հետո կոնֆետ, հա։ Բայց սա վտանգավոր է, ատամդ կարողա ցավա, գիտես։ Մի խոսքով երեխեք ջան, ասեցի ձերքի հետ էլ սկսեմ վլոգը, հետ էլ տեսել։ Ձերքի հետ էլ սկսեմ վլոգը, ինչու ոչ, որպեսզի ձեզ համար հերթական հոլովակը պատրաստեմ։ Այն օրը մեկ մեկնաբանությունների բաժնում գրել է Անդա խափում ասում է, որ քաղցր չի ուտում, բայց քաղցրան։ Այն որ Աստված ջան։ Ասենք իրականում իմ մոտ սենց ամեն ինչ կատարվում, էլի ասեմ, որ իմանաք։ Ես կարող եմ մի շաբաթ քաղցր չուտեմ, հետո նորից ուտեմ, հետո զգամ, որ չարաշահեցի քաշ ավելացնելու վտանգ կա, նորից մի 3-4 օր քաղցր չուտեմ, այսպես մի հատ պիտի ուտա ինձ մոտ, так что ինձ ուտասան պետք չի հանել։ Երեխեք ջան, եւ հետո ինչքան մարդ պիտի բարապ լինի, որ հետաքրքրվի, հետևի եւ հետապնդի, թե մի անծանոթ կին ինչքան է ուտում քաղցր կամ ուտում է թե չի ուտում կամ не знаю. Ես թե միշտ առանց շաքար եմ խմում, ինչ-որ քաղցրավենիքով։ Պեսոկով թե տարին 1-2 անգամ կարող խմեմ, հաց ու պանիրով, շատ քիչ անենում։ Իսկ այսպես ավելի շատ նախընտրում եմ քաղցրավենիք ու սովորական ջուր, սենց ասած, թեյոտ ջուր։ Ես արդեն ռայսերում եմ, գնամ իմ համար կակաո վերցնեմ, իդեպ բաձեմկան արդեն բացել են երեկ նայեցի, ենքան սիրուն են եղել։ Ու անցնեմ իմ գործի։ Շատ անհապից եմ դուրս եկել, շատ։ Ասեմ իմ կակաոին։ Մի օր հեռախոսս մոռանալու եմ ես տեղ հիշեք խոսքս։ Վերցրեցի իմ կակաոն երեխեք ջան և անցնենք փողոցը։ Լրիվ կլիման փոխվել է մեր երկրի, անդադ հենց, չգիտեմ, շոկի եմ ենթարկվում։ Երեկվանից մենք բլոգերներով խիստ ակտիվ ենք, երկրի, ավեջից մեր քաղաքի աղտոտվածության թեման ենք բարձրաձայնում։ Ես պարբերաբար այդ մասին խոսել եմ, բայց այնպիսի վիճակ է հիմա, որ պիտի շատ լուրջ զբաղվել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, ակցիաներ անել, որովհետև վաղը մյուս օր սրանք լուրջ հիվանդությունների հիմք են դառնալու։ Իստորիներ բան արեցի, բայց կարծում եմ ինչ-որ ավելի լուրջ քայլեր կձեռնարկենք, ես կմասնակցեմ այդ քայլերին։ Չգիտեմ, դա խաղաղ ինչ-որ ակցիաներ կլինի, հոլովակների տեսքով բունտ կլինի, որը կբարձրացնենք, բայց այն որ այս ամեն ինչը կաշմար է ու ամբողջ քաղաքի վրա ամեն օր փոշու ամպ է նստած ու մեր երեխաները վտանգված են մենք եւս, դա փաստ է։ Երեխեք ջան, ես վերջացրեցի իմ անելիքները եւ այսպիսի պուպուշ դեմքով եւ պուպուշ տրամադրությամբ ուզում եմ գնամ Սիթի տեսնեմ ամանորյա ինչ քաղցրավենիքներ կան, խորենի համար նվերը արդեն սկսել եմ պատրաստել։ Երեխեք ջան, Սիթին արդեն ձևավորել են, այսպես տոնական շունչ կա, գնանք տեսնենք ներսում ինչ կա չկա։
Ես մի քանի բան վերցրեցի, այստեղ նավագոյնի տոպրակ եք տեսնում։ Խորենի նվերներին մի երկու դապալնիենյա վերցրեցի, քաղցրավենիքի տեսքով եւ ոչ միայն։ Ու երկու բան էլ այսօր, որ մտնեմ տուն, երեխեքը հարցում եմ, իսկ ինչ ես բերել մամա։ Ու ինձ ու Խորենին էլ սուրճի հետ ինչ-որ բան։ Հավես բան գտա այդ Kinder ապրանքանիշից, Խորենին հավելում նվերին, ուշացիուն նասոկների։ Նավագոտնի աքսեսուարներ կային սիրուն։ Մի օր իսկ մա Խորենի հետ կգանք։ Ուղղակի նավագոտնի ինչ-որտես պակաս դեկոր, որպես այդպեսին չունենք։ Ես էլ, այսպես ասած, շուտեցի։ Ինչ-որ ոչ մտածված գնումներ կատարեմ։ Ասացի լավ կգցեմ, կբռնեմ, վերջի վայրան նորից հետ կգամ։ Այդպես։ Հիմա գնամ կանգար, ավտոբուսով եմ գնում, այս օրերին տուն, որովհետև ավելի հարմար է, արագ է, և հենց մեր տան մոտի կանգարում եմ իջնում, էլ մետրոյից ոտքով այդքան չեմ գնում։